Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Իդեալական աշխարհում չենք ապրում, մեր երկրում տեղի են ունենում հանցավոր արարքներ։ Պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել։ Արդարադատության նախարարն այսպես է մեկնաբանել մերձևանուն սպանությունների հարցը։ Հետևություններ կանեն բոլոր հանգամանքները պարզելուց հետո։ Ձեր ասածից ստացվում է այնպես, որ մեր պետությունում սպանության դեպքի առթիվ կարող է բավարար ջանք չգործադրվել, որպեսզի հայտնաբերվեն։ Մեր երկրում ձեռնարկվող օպերատիվ գործողությունների վերաբերյալ հանրային իրազեկում կարող է չիրականացվել, հաշվի առնելով այդ գործողությունների գաղտնի բնույթը։ Այլ բան, քան դա, ասել չեմ կարող եւ իրականության մեջ գոյություն ունենալ էլ չի կարող այլ բան։ Տողատակային էր Տիկին Գայլյան գործընկերոջ, ես այդպես հասկացա, որ մարդիկ օրինակ իրենց հայտարարությունների համար մեղավոր են ճանաչում, երեք օրինակ Միքայել Սրբազանը, դրանից առաջ Այլ Սրբազան, Բագրատ Սրբազանը, Սամվել Կարապետյանը։ Իսկ հանցագործները, իրական հանցագործները ազատության մեջ են կամ ինչ-որ թե մեր երկրում քրեական օրենսգիրքն է որոշում, թե որ արարքն է համարվում հանցավոր եւ շատ լավ, քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես եկեք եւ փոխեք քրեական օրենսգրքի դրույթները։ Ամեն այսպիսի դեպքից առաջ Ազատի դեպքը, չգիտեմ, Սուրմալունես մեկը, Նիկոլ Փաշինյանը իր դիրքից ելնելով, չասեմ չարաշահելով, գնահատականներ է տալիս, որը կարծես ուղղորդում է իրավապահ մարմիններին, թե ինչպիսի ընթացք պետք է ստանա քրեական գործը։ Ասեք ինչ գնահատական է տվել, մեղավոր, միանգամից մեղավորներ է նշանակում։ Ազատի դեպքով էլ այդպես արեց, ասում է, չէ, սա պայթյուն է, այն մյուսը չգիտեմ դիտավորությունն է։ Վարկածների առաջ քաշում։ Շնորհակալություն են, Վարկածը յուրաքանչյուր վարկած ապրելու իրավունք ունի։ ԿՊ-ի կոկորդին էր մնացել Վալոդիա Գրիգորյանի հաղթանակը փառաքարում կառավարության նիստից հետո լրագրողները այս հարցն ուղղել են Արմավիրի մարզպետին։ Նշում են, որ քաղաքական պատվեր է սա եղել եւ որ իշխանությունների կոկորդին է մնացել նրա հաղթանակը։ Քաղաքական պատվեր չի։ Պարզվի մեղավորները պատասխան տան։ Բայց եթե պարզված չի, ինչ գիտեք, քաղաքական է, թե քաղաքական պատվեր չի։ Քաղաքական չի։ Ինչ գիտեք։ Իսկ ինչ գիտեք, ինչ վարկած ունեք դուք։ Պարոն Խաչատրյան։ Չեմ կարող ասել այս բանը։ Երեք այնտեղ չեք եղել։ Իսկ ովքեր են պատասխանատու թե երկում թե մարզում ստեղծված իրավիճակի համար։ Առիթ ունենանք խոսանք այդ բանը։ 5.4% տնտեսական աճ, 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ եկամուտներ, 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ ծախսեր և 537 միլիարդ դրամ պակասուրդ։ Կառավարությունը հաստատել է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը։ Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը վերջնականացնելուց հետո կներկայացվի ազգային ժողով։ Չնայած Հայաստանի պետական պարկն արդեն գերազանցել է 13 միլիարդ դոլարը, որը փորձագետները համարում են կրիտիկական թիվ, կառավարությունը ֆրանսիական զարգացման գործակալությունից վերցնում է ևս մեկ վարկ՝ 150 միլիոն եվրո։ Միջոցները կօգտագործվեն Հայաստանի բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար, ներառյալ հանրային ծառայությունների մատուցման, արդյունավետության և կայունության բարելավման ծախսերը։ Այսօր Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի երկրորդ տարելիցն է։ 2023-ի սեպտեմբերի 25-ին Հայկազովի բենզինի պահեստի պայթյունը 219 հոգու կյանք խլեց, շուրջ 300 մարդ վիրավորվեց, 22 արցախցի մինչև այժմ անհետ կորած է։ Զոհերի հարազատները պետական կառույցների բազմաթիվ մերժումներից հետո Գարնանը դարձյալ խնդրում էին կառավարությանն ու խորհրդարանին անդրադառնալ իրենց խնդիրներին։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Մինչև հիմա լուր է ՊԲ այդ ժամանակվա հրամանատար Կամո Վարդանյանը և մինչև օրս որևէ հրապարակային խոսք չի հնչեցրել 2023 թվականի սեպտեմբերյան հարձակումների, արցախցիների բռնի տեղահանության, ՊԲ ենթակայությամբ օբյեկտի պայթյունի և հարյուրավոր զոհերի մասին»։ Արտակարգ դեպք Արմավիր քաղաքում հանդիսությունների համալիրում հարսանեկան արարողությունը վերածվել է ծեծկրտուքի, խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արարատի Նորաբաց գյուղում չինացի վարձակալներից 40,000 դոլար են գողացել։ Չարագործները նրանց հրել են փակել սենյակներից մեկում, ապա ննջասենյակից խոշոր գումար հափշտակել և փախել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուրմիա լիճը, որն ավելի քան 4000 տարվա պատմություն ունի եւ համարվում է Ասիայի ամենամեծ աղի ջրավազանը, ամբողջովին ցամաքել է։ Լիճը 1980-ականներին զբաղեցնում էր մոտ 8200 քառակուսի կիլոմետր տարածք, սակայն 2025 թվականի ամռանը այն վերածվել է աղային անապատի։ Մասնագետները սա էկոլոգիական աղետ են որակում։ Ուրմիայի չորացումը արդեն աղետալի հետևանքներ է ունեցել։ Շրջանները տառապում են աղային փոթորիկներից, որոնք ոչնչացնում են հողը եւ վնասում գյուղատնտեսությունը։ Նյու Յորքում Էրդողանը Մակրոնին ողջունելիս կատակել է. Ինչպես ես, Մակրոնն ասել է լավ է, ինչին Էրդողանն արձագանքել է. լավ է, ուրեմն պահեր են լինում, երբ լավ ես լինում։ Դալասում զինված անձը հարձակվել է միգրացիոն եւ մաքսային ծառայության գրասենյակի վրա, կամ 1 զոհ, 2 վիրավոր, հանցագործը ինքնասպան է եղել։ Ուժեղ պայթյուններ են որոտացել Բրիտանիայի Սուինդոն քաղաքի արդյունաբերական գոտու պահեստներում, մոտակայքի տարածքների բնակիչները տարհանվել են, տուժածներ չկան։ Սպիտակ տունը ներկայացրել է նախագահական փառքի նոր ուղին ԱՄՆ նախագահների դիմանկարներով։ Ջո Բայդենի նկարի փոխարեն ցուցադրված է նրա ստորագրության լուսանկարը։ Առաջարկում եմ ծանոթանալ մամուլի հրապարակումներին։ Հրապարակը գրում է Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը երեկվանից տուն որոշել է հրաժարվել ընտրական համակարգի ամենակննադատված դրույթից։ Եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում չի ձևավորվում կայուն մեծամասնություն, քաղաքական ուժերն էլ կոալիցիա կազմելու շուրջ համաձայնության չեն գալիս, անցկացվում է երկրորդ փուլ, որին մասնակցում են ամենաշատ քվե ստացած երկու ուժերը։ Խորհրդի այս որոշումը երեկ ընդունվել է առանց ընդդիմադիր քաղաքական գործիչների։ Ենթադրվում է, որ շուտով իշխանականներն ու նրանց սպասարկողները կթմբկահարեն, որ հրաժարվել են այս վատ դրույթից եւ դա պատմական որոշում կհամարեն, քանի որ դրա էությունն այն է, որ պետք է պարտադիր կերպով կայուն մեծամասնություն ձևավորվի։ Հիմա դրույթը հանվում է, բայց պարզ չէ, թե դա ինչով է փոխարինվելու։ Բանն այն է, որ փոփոխությունների հայեցակարգում կառավարություն չձևավորելու 3 տարբերակ է դիտարկվում։ Առաջինը Հայաստանի նախագահին տալ լիազորություն փոքրամասնության կառավարություն ձևավորելու, լուծարել խորհրդարանը եւ ամենաշատ թվով պատգամավորական խմբին տալ հնարավորություն վարչապետ առաջարկելու։ Բնական է, որ չնայած Փաշինյանը չունի ռեյտինգ, բայց ադմինիստրատիվ ռեսուրսի շնորհիվ կարող է լինել առաջատարը։ Երկրորդ տարբերակը կիրառել Երևանի քաղաքապետի ընտրության մոդելը, վարչապետ է դառնում առավել շատ ձայն ստացած ուժի ներկայացուցիչը։ Այս դեպքում էլ կունենանք փոքրամասնության կառավարություն։ Փոքրի շատ է ոչ իշխանահաճո տարբերակը երրորդն է, որը բացառում է փոքրամասնության կառավարությունը, ըստ այդմ խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի այնքան ժամանակ, քանի դեռ որևէ ուժ չի ստանա մեծամասնություն կամ չի կազմի կոալիցիա։ Ժողովուրդը գրում է սեպտեմբերի 26-ին ազգային ժողովում նախատեսվում են խորհրդարանական լսումներ իմպիչմենտի վերաբերյալ նախաձեռնությունը ներկայացրել է ԱԺ պատիվ ունեմ խմբակցությունը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով լսումներին հրավիրված են տարբեր քաղաքական ուժերի առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ գործիչներ, նրանք հնարավորություն կունենան հանդես գալու ելույթներով ներկայացնելով իրենց դիրքորոշումները գործող իշխանության եւ իմպիչմենտի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ խորհրդարանի շենքի առջեւ ակնկալվում է հանրահավաք, ինչպես հայտնի դարձավ, մեծ հանրահավաքը կազմակերպել է հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը, միջոցառումը կկայանա ազգային ժողովի Բաղրամյան Դեմիրճյան մուտքերի մոտ, որից հետո նախատեսվում է երթ։ Հրապարակում կարդում ենք ԿՊ վարչության ընտրությունների արդյունքները շարունակում են բուռն քննարկվել իշխող թիմում։ Վերլուծություններ եւ եզրահանգումներ են արվում, պատմում են, որ իրենց քվեարկության արդյունքները հատկապես ծանր են տարել Ալեն Սիմոնյանը, որը չնայած անցել է վարչության կազմ, բայց 11-րդն է, զիջում է Վահագն Ալեքսանյանին ու Հայկ Կոնջորյանին, որին ինքն է ժամանակին ԿՊ բերել նաեւ Արսեն Թորոսյանին։ Մյուս ծանր տանողը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն է, որը նախորդին չէր մասնակցում վարչության 5 կազմող նիստին։ Պարզվում է, թիմում անսպասելի չեն եղել Ալխազ Ղազարյանի ձայները։ Նա կանանցից ամենաշատ ձայն է ստացել 513 քվե։ Ասում են նա բարի է, ոչ կոնֆլիկտային, գիտնական աղջիկ է, իսկ նրա եղբայրը վարչապետի արողակարգի պետ Դավիթ Ղազարյանն է, ինչը եւս նշանակություն է ունեցել Ալխազ Ղազարյանի առաջընթացի հարցում։ ԿՊ-ում անգամ չեն բացառում, որ հաջորդ ընտրությունների ժամանակ հենց Ալխազը կլինի ցուցակի առաջին թեկնածուն։
Նույն աղբյուրը գրում է, չնայած Փարաքարի համայնքապետի սպանությունից ժամեր անց լուսաբացի Նիկոլ Փաշինյանը դատապարտեց տեղի ունեցածը իր գրառման մեջ որոշակիորեն ուղղորդելով մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելի ինչպիսի գործողություններ պետք է կատարվեն Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել, սակայն երեք մինչեւ աշխատանքային օրվա ավարտը ՆԳՆ-ում այդպես էլ խորհրդակցություն չեն հրավիրել։ Ենթադրվում էր, որ Փաշինյանի գրառումից հետո պետք է հրավիրվեր խորհրդակցություն, քննարկվեր տեղի ունեցածը եւ պարզվեր, թե ովքեր են թերացել իրենց աշխատանքում։ Իդեպ ոստիկանության վաղաշաբաթի բաժնի պետ Փայլակ Շմավոնյանը մոտ 20 օր առաջ է նշանակվել պաշտոնին եւ համակարգում չեն կարծում, թե կատարվածի պատասխանատվությունը պետք է կոտրվի նրա ուսերին։ Մինչդեռ իշխող թիմում կարծում են, որ պետք է մի շարք բարձրաստիճան ոստիկաններ պաշտոնանկարվեն, եթե ոչ ներքին գործերի նախարարը։ Էջմիածինը մշտապես եղել է խնդրահարույց շրջան, թե կլանային բախումների տեսանկյունից, թե ապօրինի զենքի շրջանառության, ուստի կատարվածը պատշաճ վերահսկողության բացակայության հետևանք է։ Նույն աղբյուրը գրում է սեպտեմբերի 7-ին Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության համագումարներ եւ 25-ամյակի միջոցառումը, որը տեղի ունեցավ Կրեմլի համագումարների պալատի դահլիճում։ Նախ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը կարդացել է Պուտինի շնորհավորանք ուղերձը, որից հետո տեղի ունեցել մեծ համերգ ռուսական էստրադայի եւ հայկական մանկական համույթների մասնակցությամբ։ Այս ամենը շարքային միջոցառում կլիներ, եթե դրան զուգահեռ ամբողջ Ռուսաստանի տարածքով ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները չընթարկվեին քրեական հետապնդման կամ չզրկվեին Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ռուսաստանի իշխանությունները բաց մեսիջ են ուղղում, որ Ալիևի հետ լուրջ խնդիր ունեն եւ չեն պատրաստվում նրա թելադրած խաղի կանոններով խաղալ, բայց քանի որ Հայաստանի իշխանություններն էլ իրենց աչքի լույսը չեն որպես հակակշիռ Ռուսաստանում ապրող հայերին են սիրաշահում։ Նախկինում նման իրավիճակներում ուղիղ աջակցություն էր ուղղում Հայաստանի իշխանություններին, ինչը պաշտոնական Բաքվի կողմից ընկալվում էր որպես բացասական մեսիջ եւ զգուշացում, որ արագորեն սկսում էին վերականգնել խախտված բալանսը, որ հայերը չշահեն եւ Հայաստանի օգտին Ռուսաստանը քայլեր չձեռնարկի։ Հիմա քողարկված մեսիջներ են ուղարկվում Ադրբեջանին եւ իրավիճակն առավել քան սրվել է։ Եվ եղանակ տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանը բարձրանում է։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու։ Հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։